Բարի երեկո, դուք դիտում եք բացհարթակ, այսօր իմ հյուրը Գիտակերտ կրթական հարթակի հեղինակ Արթուր Հունանյանն է, բարի երեկո։ Բարի երեկո։ Եվ այսպես արդեն իսկ անունը հուշում է, որ նպատակը Գիտակերտի դա գիտությունն է, կրթությունն է, պատմությունն է, այսօր մենք շատ ենք կարևորում մեր երկրում կրթությունը, ինքնակրթությունը, ինչ բացահայտումներով կամ ինչ, այսպես ասած, առաքելությամբ է հանդես գալիս Գիտակերտը։ Մենք մոտավորապես 10 տարի զբաղվում ենք կրթական ծրագրերով ու ի սկզբանե մեր ծրագրերը, որոնք որ մենք ունենք, ավելի շատ ուղղված էին Սփյուռքին, այսինքն Սփյուռքում բնակվող հայերին ավելի շատ մեր մշակույթին մոտիկ բերելու համար, բայց տարիների ընթացքում մենք հասկացանք, որ նաև մեծ ծրագրեր են պետք, որոնք որ լինելու են հենց Հայաստանում հայերեն լեզվով։ Իսկ ինչու հենց Սփյուռքին հայկական մշակույթը, գուցե հենց արտասահմանցիներին, օտարերկրացիներին պետք է ներկայացնել այդ հայկական մշակույթը, պատմությունը, հայկական հետքը։ Դե հաշվի առնելով նաև այդ փաստը, մենք կոնկրետ պայմանական Ռուսաստանում մենք հենց ռուսերեն լեզվով էինք անում, որ հայերից բացի նաև լինեն ռուսներ, ովքեր ավելի շատ էլի մոտիկ կգան մեր մշակույթին։ Ռուսերենով ինչ էիք անում։ Մեր մշակույթի մասին էինք պատմում։ Այսինքն մենք կարայինք մեր բանաստեղծներին վերցնենք կամ մեր քաղաքների, բերդերի մասին պատմեինք ռուսերենով, տեղում էլ գայինք, նկարեինք, ցույց տայինք ու տենց ավելի շատ էինք մոտ բերում ու մենք արդեն փորձ ունենք, որ կան ռուսներ, ովքեր որ գրանցված լինելով մեր հարթակներին, արդեն ավելի մոտ էին իրանց զգում մեր մշակույթին ու հետևաբար գալուց կամ ընտրելուց երկրներ, որտեղ կարելի է գնալ ապրելու կամ հանգստանալու, իրանք ընտրում էին Հայաստանը ու գալիս էին։ Ու այդ հոլովակների շնորհիվ, որ իրանք տեսել էին, իրանք եկել էին Հայաստան ու գնում էին կոնկրետ այդ վայրերը տեսնելու ու ավելի շատ ծանոթանալու մեր մշակույթին։ Իսկ մինչև այս պահը միայն ռուսերենով ունեք այդ Հայաստանի մասին պատմող հոլովակները, Հայաստանի պատմության, տեսարժան վայրերի, բերդերի մասին, ինչպես դուք եք ասում։ Մենք ընթացքում հասկացանք, որ մեզ պետք է նաև հայերեն լեզվով անել, ինչի համար, որովհետև մոտավորապես 2-3 տարի առաջ մենք սկսեցինք նաև հետազոտել հայկական մեր համեստ հետազոտությունները։ Մի խոսքով մենք սկսեցինք հետազոտել հայկական հարթակները, որ հասկանանք ինչ ունենք ու բնականաբար պակասը կար ու փորձեցինք նաև այդ գիտելիքներն ու փորձը, որը որ մենք ձեռք ենք բերել այս ժամանակահատվածում, նաև կիրառենք հայկական իրականության մեջ ու հայկական հարթակներ ստեղծենք հայերեն լեզվով։ Հարթակը անգլերեն, այդ ավելի մեծ խնդիր։ Պլաններում կա ու այս տարվա ընթացքում պետք է լինի արդեն անգլերենով ավելի լայն մասաների համար այս։ Տեսեք, դուք ասում եք, որ մեր պատմությունը, այն ինչ որ մենք ունենք, ներկայացնենք միջազգային հանրությանը, այս դեպքում դեռ իրականացվում է Ռուսաստանաբնակների համար, ռուսների համար, բայց միևնույն ժամանակ դուք ուսումնասիրում եք հայկական հետքը աշխարհում եւ եթե չեմ սխալվում, վերադարձել եք Հնդկաստանից, Կալկաթայից, այդ խնդրեմ հենց այդ մասին ներկայացնեք։ Հայկական մշակույթի մասին հոլովակներ նկարելուց բացի, մենք նաեւ գնում ենք տարբեր երկրներ, ցույց ենք տալիս հայկական հետք։ Մենք սովորաբար մտածում ենք, որ ավելի լավ է դեռ մերը, որը որ մենք ստեղ ունենք, դա ցույց տանք, բոլորին ցույց տանք, մարդիկ հասկանան, տեսնեն, դրանից հետո նոր անցնենք ոնց որ այլ երկրներում գտնվող մեր մշակույթին, բայց 2-3 անգամ տարբեր երկրներում լինելով ու տեսնելով այդ հզոր ահռելի հետքը հայկական, որը որ կա, մեր կարծիքով պետք էր մեկ օր շուտ անգամ տեղեկացնել մարդկանց, նկարել եւ ցույց տալ ու այս անգամ վերջում մենք գնացինք Կալկաթա, Հնդկաստան, որտեղ մենք ունենք ահռելի մշակույթ, սկսենք եկեղեցիներից ու կան մարդիկ նաև այնտեղ, ովքեր 20-րդ դարի սկզբում են եղել ու իրենց հետքը թողել են։ Մենք սկսեցինք նկարել այդ մարդկանց մասին, հետո եկեղեցիների մասին։ Այսինքն այդ մարդկանց մասին նրանց ժառանգները կան, հա, այդպես է։ Իրանք ցավոք սրտի ժառանգներ չունեն, բայց իրանց հիմնականում նրանք եղել են բիզնեսմեններ ու այդ բիզնեսների ոնց որ արդյունքում եկած իրանց եկամուտները, որոնք որ կան, իրանք ժառանգել են մեր հայկական եկեղեցիներին, դպրոցներին, քոլեջներին, որոնք որ կան ու մեծամասնամբ կրթությունը այնտեղ անվճար է հենց դրա շնորհիվ։ Այսինքն ինչ ասել է կրթությունը անվճար է։ Այսինքն տեսեք, հայերի համար անվճար է։ Մենք ունենք Խաչիկ Աստվածատուրյան, Մարտով ապրել է 20-րդ դարում, ծնունդով Կալկատայից է։ Ինքը ծնվել մեծացել է այնտեղ, սովորել է այնտեղի ուսումնական հաստատություններում, դրանից հետո գնացել է Հոնկոնգ ու սկսել է իր աշխատանքը ծավալել Հոնկոնգում։ Նրա անունով փողոցներ կան այնտեղ։
ինքը ներկայիս Հոնկոնգի կոնկրետ հատակագիծը ու այն ձևը, որ ինքը հիմա կա, մեր Խաչիկ Աստվածոտուրյանի շնորհիվ է։ Նա ունեցել է բիզնեսներ, շատ հարուստ մարդ է եղել ու իր թողած ժառանգությունը ինքը ժառանգներ չի ունեցել։ Նա փոխանցել է այդ ուսումնական հաստատություններին, որտեղ սովորել է, եթե չեմ սխալվում, Լամարտինա կոչվում։ Լավ, ովքեր են այդ անվճար կրթությունը ստանում, հայերը։ Հայերը, Հնդկաստանում ապրող հայերը։ Հնդկաստանում ապրող հայերը եւ ոչ միայն, այսինքն ստեղից էլ են երեխաներ գնում այնտեղ սովորելու։ Օրինակ մենք ունենք այնտեղ Կալքաթայի հայոց մարդասիրական ճեմարան, որտեղ ստեղից հայ երեխաները գնում են այնտեղ անվճար սովորելու 1-ից 8-րդ դասարան, 8-րդ դասարանից հետո քոլեջի կրթություն են ստանում, այդ Լամարտինում, այնտեղ էլ գնում են անվճար սովորելու։ Ժամանակին Խաչիկ Աստվածոտուրյանը, երբ որ ֆինանսական ճգնաժամ է լինում այդ քոլեջում, ինքը այն ժամանակվա գումարով 1 միլիոն ռուպի փող է փոխանցում այդ ուսումնական հաստատությանը, որ շարունակի ուսում տալ ու դրա շնորհիվ որ նա կարողացել է օգնի, որ քոլեջը շարունակի իր գործունեությունը, դրա շնորհիվ հիմա հայերը ստանում են անվճար կրթություն։ Իսկ հայ համայնքի հետ կապված ինչ կա այնտեղ, այսինքն մեծաթիվ համայնք կա, թե հայ համայնքը եւ ինչ կապվածություն կա առհասարակ հայկական մշակույթին։ Ցավոք սրտի հայ համայնքը ժամանակին է շատ մեծ եղել այնտեղ, հիմա մոտավորապես 50 հոգի են, շատ քիչ են այնտեղ։ Իհարկե մենք ունենք Հայր Տաճատին այնտեղ, Տեր Պետրոսին, որոնք հայոց մարդասիրական ճեմարանում ապրելով ու երեխաներին կրթություն տալուց բացի նաև զբաղվում են մեր հայկական եկեղեցիների պահպանմամբ։ Դուք պատրաստում եք տեսանյութեր, տեսահոլովակներ Հայաստանի պատմության, մշակութային արժեքների, հայկական հետքի մասին արտասահմանում, այ որքանով է դա պահանջված այսօր սոցիալական հարթակներում։ Տեսեք, այն հետազոտությունների մասին, որի մասին ես պատմում էի, քանի որ կրթական հարթակները այն ժամանակ, երբ որ մենք սկսեցինք հայերենով անել, շատ քիչ էին, մենք փորձեցինք մեր սոցհարցումները իրականացնել համեստ սոցհարցումներում, մոտավորապես պատկերացնենք ու հասկանանք, թե մարդիկ մոտավորապես ինչքանով են տեղյակ հայկական Հայաստանում, ինչու՞ չէ, հենց Երևանում գտնվող մեր մշակութային արժեքների մասին, իրականում շատ քիչ էր տոկոսային առումով, մոտավորապես 20-22% մարդիկ կային, ովքեր որոշ չափով տեղյակ էին, այսինքն ցավոք կարող եմ ասել, որ այն ժամանակ Արամ Մանուկյանի մասին էլ էինք հարց տալիս, հենց արձանի մոտ իր ով է Արամ Մանուկյանը, շատերը չգիտեին։ Ու հետևաբար մենք սկսեցինք արդեն հոլովակներ նկարել կոնկրետ հենց այդ մարդկանց մասին, հենց ճարտարապետության մասին Երևանի։ Իդեպ ասեմ, որ տվյալ ժամանակաշրջանում ճարտարապետության մասին շատ քիչ մարդիկ էին խոսում, հիմնականում Մարկ Գրիգորյանն էր իր հաղորդումներով ճարտարապետությանը անդրադառնում ու որոշեցինք հիմա ավելի շատ է, հիմա շատ է, շատ ու այդ ընթացքում կամաց-կամաց սկսեց զարգանալ մեր հարթակները հենց հայերենով ու հիմա բավականին շատ է հետաքրքրվածությունը, անգամ մարդիկ են առաջարկում ինչ թեմաների մասին կարող ենք խոսել։ Մի խոսքով ներգրավվածությունը շատ է հիմա։ Առհասարակ լավ ներգրավվածությունը շատ է, բայց դիտումներն էլ են կարևոր, որովհետև այսօր սոցիալական հարթակներում այլ պահանջարկ կա, այլ տեսանյութերի պահանջարկ կա, որքանով է այդ նույն չգիտեմ, սոցիալական հարթակի հետևորդը սպառողը հետաքրքրված այդ տեսահոլովակներով։ Բնականաբար այլ ընտրանք առաջարկող մարդիկ էլ ավելի ճիշտ այլ հոլովակներ արտադրող մարդիկ էլ իրենց պահանջարկ ունեն ինչ-որ սեգմենտներում, բնականաբար կրթականում էլ ունեն։ Ես վստահ եմ, որ եթե կրթական ծրագրերը, կրթական հարթակները, որոնք սոցիալական կայքերում կան, իրանք ավելի շատանան, իրանց պահանջարկը ավելի կշատանա։ Այսինքն այն դիտումներն ու հետևորդները, այսպես ասած, որոնք որ մենք ունենք, դա վառ ցուցանիշ է նրան, որ մարդիկ մինիմում ձգտում ունեն ինչ-որ բան ավելի իմանալու։ Իսկ ինչ բովանդակություն են սպառում երիտասարդները թվային հարթակում։ Հիմա արդեն գնում է կրթականին ավելի շատ։ Այսինքն եթե մոտ 2-3 տարի առաջ կար ավելի շատ ժամանցայինը, այսինքն ինչ-որ հումորային հաղորդումներ, հիմա այդ կամաց-կամաց քչանում է։ Ինչով է դա պայման։ Որովհետև կրթական հարթակները կամաց-կամաց սկսում են շատանալ։ Իսկ մարդիկ սկսել են կարևորել կրթությունը։ Իհարկե։ Այն ժամանակ էլ կար կարևորություն կրթությանը, բնականաբար, բայց հիմա սոցիալական հարթակները ավելի շատ են հնարավորություն տալիս, որ ավելի շատ մարդիկ իմանան։ Կոնկրետ ձեր տեսահոլովակների միջոցով այն ինչ որ դուք ներկայացնում եք Հայաստանի տարբեր հատվածներ կամ արտերկրում հայկական հետ, ինչ բացահայտում արվել նույն հենց Հայաստանում ապրողների մասին եմ ուզում հարցնել, որ
Հայաստանում մարդիկ ապրել են, բայց չեն կարևորել այս կամ այն մշակութային կոթողը, մշակութային արժեքը, որ այդ բացահայտումը եղել է հենց սոցիալական հարթակների միջոցով։ Որովհետև մենք շատ հաճախ ապրում ենք մեր երկրում, բայց մեր երկրի արժեքների մասին, մեր երկրի պատմության կամ այդ լավ հուշարձանների մասին տեղյակ չենք։ Ես միած սկզբունք ունեմ իմ հարթակներում, խոսալ նրա մասին, ինչը որ ես չգիտեմ։ Այսինքն ես չեմ ուզում խոսամ այն ինչ որ ես գիտեմ, որովհետև չիմացած բանը, երբ որ դու ուսումնասիրում ես ու դրա մասին ինչ որ բան ես նկարում, տեղադրում ես, այդտեղ քիմիան մի քիչ ուրիշ ձև է աշխատում։ Այսինքն դու ոնց որ չիմացող մարդու հետ, դու էլ չգիտեիր, ինքն էլ չգիտի ու մի հարթության վրա եք լինում իրար հետ, այդ ժամանակ արդեն ժողովուրդ տեսեք ինչ եմ իմացել, այսենց ֆորմատ է գալիս ու այդտեղ ոնց որ մարդիկ ավելի են շատանում հենց այդ գաղափարի շուրջ։ Տեսեք, նաև մշակութային արժեքների առումով ասեմ, այդ բացահայտումները, որոնք որ կան, մենք նաև արշավներ են կազմակերպում, հենց արշավների շրջանակներում ենք հոլովակներ նկարում, որ գնում ենք անտառներ, օրինակ Տավուշյան անտառներ, ու այնտեղ գտնում ենք 11-12-րդ դարի եկեղեցիներ, բնականաբար իրանք խոնարհված են, բայց համենայն դեպս մենք գնում ենք, գտնում ենք ու դա էլ ենք նկարում ցույց տալիս, ինչը որ նորից հետաքրքրություն է առաջացնում ու մարդիկ գնում են, տեսնում են, իմանում են։ Առհասարակ կարևորում ենք մեր պատմությունը, մեր արժեքները, թե միշտ մեզ համար ավելի շատ կարևոր է գնալ տեսնել ուրիշինը։ Ինձ թվում է ավելի շատ կարևոր է մերը, որովհետև մենք կարող ենք։ Բայց մենք ունենք այդ գիտակցումը, որ մեր ավելի կարևոր է գնանք մերը տեսնենք Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում, թե ավելի կարևորում ենք գնալ տեսնել իտալացիներինը, ֆրանսիացիներինը։ Մի քանի տարի առաջ եթե ինձ այս հարցը տային, ես կմտածեի, որ մենք կարևորում ենք ավելի շատ դուրս գնալ ու դրսինը տեսնել, բնականաբար ինչը ոչ պակաս կարևոր է։ Շատ կարևոր է գնալ տեսնել, որովհետև պայմանական իմ տեսանկյունից ասեմ, ես իմ մոտ համեմատականն ավելի շատ աշխատում, երբ որ ես գնում եմ ուրիշն եմ տեսնում, ուրիշ մշակույթին է։ Ես ավտոմատ իմ ուղեղի մեջ ես սկսում եմ արդեն համեմատականներ անցկացնել հայկականի հետ, այսինքն ինչ են իրանք անում, որ իրանց մշակույթը պահպանեն ու ինչ ենք մենք անում, որ մեր մշակույթը պահպանենք եւ ինչ կարելի է անել, որ մեր մշակույթը պահպանվի, հա, բայց հիմա մենակ տենալու առումով այդ ոնց որ փոխվել է։ Բնականաբար մարդիկ էլի գնում են տեսնելու, բայց գերակշիռ մասը համենայն դեպս իմ հարթակների միջոցով այն ինչը որ ես եմ տեսնում ու այն ինչ որ ինձ մարդիկ են գրում, հիմնական մասն մարդկանց արդեն իր ուղղվածությունը տալիս է հայկականին։ Այսինքն մի հատ մերը հասկանանք, տեսնենք ինչ ունենք, մենք գնահատենք մերը, գիտակցենք դա եւ դրանից հետո անցնենք արդեն ոնց որ այլ երկրների մշակույթներին։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ իմ հյուրը Գիտակերտ կրթական հարթակի հեղինակ Արթուր Հունանյանն էր։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։